Կեղտոտ եւ օլիգարխների ձեռքերից զնվող լրատվամիջոցների հարցը լուծելու ճանապարհը ոնց որ թե գտել ենք եւ նաեւ անկախ եւ ազնիվ լրատվամիջոցների համար անկախ ֆինանսավորում գտնելու ձևն են գտել, ավելի շուտ գտել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, պարոն Հովհաննիսյան, ներկայացրեք ձեր գաղափարը։ Բարև ձեզ սիրելի քաղաքացիներ, ուրախ եմ, որ մենք վերջապես կարողացանք այս գաղափարը կյանքի կոչել եւ հնարավորություն ենք տալու բոլոր հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներին, որպեսզի իրենք իրենց ընտրությամբ, իրենց աջակցությունը վայելող անկախ լրատվամիջոցի, իրենց վճարած հարկերից հատկացումներ կատարեն եւ սրանով կապահովենք, որպեսզի Հայաստանում լինի իրոք անկախ եւ անաչառ լրատվական միջավայր եւ սա կվերաբերվի ոչ միայն լրատվականներին, այլ նաեւ քաղաքացիական մյուս կազմակերպություններին, ովքեր կզբաղվեն այս կամ այն ոլորտի շահերի պաշտպանությամբ։ Ավելի մանրամասն իհարկե հետագայում կներկայացնենք, կքննարկենք, հիմա նախագիծը ուղարկել ենք շրջանառության եւ շուտով այն կհաստատվի կառավարության նիստում եւ կուղարկվի ազգային ժողով։ Այսինքն հասկացաք, չէ՞, ժողովուրդ ջան, խնդիրը որն է, որ լրատվամիջոցները դառնում են օլիգարխների ստրուկ, որովհետեւ անկախ ֆինանսավորման աղբյուր չեն ունենում եւ գովազդի փողներ չի հերիքում հաճախ։ Հիմա մենք ստեղծենք պայմաններ, երբ որ հենց դուք արդեն կթելադրեք լրատվական քաղաքականություն, որովհետեւ դուք կորոշեք ձեր հարկերից որ մասը ում ուղեք, որ լրատվամիջոցին կամ հասարակական կազմակերպությանը։ Ինչ կասեք, պարոն Սիմոնյան։ Եվ ստիպված չեք լինի SMS-ով հոդվածներ գրել։ Այդ ժողովրդին չէին դիմում, ժողովրդին էին դիմում ոչ թե լրատվամիջոցներին, իսկ դուք կեղտոտ լրատվամիջոցներ ստիպված չեք լինի SMS-ով հոդված գրել։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։